ձայն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրայինի եթերում կրկին ձեր ձայնն է լսելի։ Ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ մեզ ոչ միայն լսել, այլև դիտել, մուտք գործեք հանրային ռադիոյի Facebook-յան էջ հայատառ գրելով եւ իհարկե հետեւեք ծրագրի ընթացքին, նաեւ կարող եք մեզ հետեւել armradio.am կայքի միջոցով դիտել կոճակը սեղմելով։ Հայաստանում այսօր հազարավոր հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են բախվել ոչ միայն ֆիզիկական, այլև սոցիալական, տեղեկատվական ու ինչու ոչ նաեւ հոգեբանական բազմաթիվ խոչընդոտների, սակայն վերջին տարիներին ավելի հաճախ է խոսվում ոչ թե խնամքի, այլև իրավունքների, ինքնուրույն կյանքի, հավասար հնարավորությունների ու հասարակության լիարժեք անդամ լինելու մասին։ Ինչ է փոխվել առհասարակ վերջին տարիների ընթացքում, ինչպիսի մարտահրավերներ դեռ կան, որ դեռ չեն լուծվել եւ ինչպես են հասարակական կազմակերպությունները նպաստում այդ փոփոխություններին։ Ես այսօր զրուցելու եմ հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Ասլանյանի, բարև ձեզ, եւ նույն հասարակական կազմակերպության համահիմնադրիչ ծրագրերի բաժնի պատասխանատու Անուշ Առաքելյանի հետ ողջույն։ Ողջույն։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես իմ բացման մեջ միանգամից նշեցի, որ հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ, մենք իհարկե հանրային ռադիոյում փորձել ենք որքան հնարավոր է ավելի մատչելի դարձնել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձը կարողանա մուտք գործել ռադիո, կարողանալ բարձրանալ հարկեր, բայց ոչ բոլոր հաստատություններն ունեն այդ հնարավորությունները եւ նույնիսկ եթե մարդը ցանկանում է աշխատել ու լինել ինքնուրույն, հաճախ նմանատիպ խնդիրների է բախվում առաջին հերթին։ Կարող ենք համարել, որ դա դեռ չլուծված խնդիրներից մեկն է։ Նախ շնորհակալություն հրավերի համար, քանի որ սա հիանալի հարթակ է եւս մեկ անգամ խոսել հավասարության մասին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին, մատչելիության խնդիրը մշտապես լինում է։ Բայց չեմ կարող շղթել, որ յուրաքանչյուր տարի այսպես գնալով որոշակի դրական փոփոխություններ կան։ Ինչ վերաբերվում է հանրային տարածքներին հատկապես, տեսեք, 12 տարվա փորձ ունենք, մեր կազմակերպությունը հիմնադրվել է Լոռու մարզում 2014 թվականին հաշմանդամություն ունեցող անձանց կողմից։ Բոլոր հիմնադիր Դուք հասկացել եք, որ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ եւ որոշել եք ինքնուրույն համախմբվել մեկ նպատակի շուրջ եւ միասին, որովհետեւ որպես հասարակական կազմակերպություն ավելի մեծ հզոր հնարավորություն ունես, քան որպես անհատ։ Դե իհարկե։ Եվ արդեն 12 տարի այսպես բախվելով, այդ թվում նաև ֆիզիկական, տեղեկատվական անմատչելիությունից, կարելի է ասել մի հետաքրքիր փաստի ենք հանգել, որ մատչելիության ապահովման համար այնքան էլ ֆինանսները կարևոր չեն, ինչքան որ ցանկությունը։ Միանշանակ։ Եթե դուք ցանկություն ունեք, ինչ էլ լինի, անպայման ամեն ինչ կանեք։ Տեսեք, դուք նշեցիք, չէ, ձեր կառույցի փորձել եք։ Դա խոսում է ձեր ցանկության մասին։ Քայլեր եք իրականացրել։ Իդե փոքր վերելակը տեղական արտադրության է։ Այո։ Ես շատ ուրախ եմ, ողջավորվում եմ, որ հատկապես տեղական այդպիսի կազմակերպություններ են լինում, ովքեր որ կապահովեն այդ կարևոր մատչելիության հարցը։ Ցանկությունից է սկսվում։ Նոր արդեն նույնիսկ ֆինանսը ես կդնեի 4-րդ, 5-րդ հարց։ Սկզբից որոշակի ցանկություն, երկրորդը իրազեկում, կարող է մենք ուզում ենք, բայց ինչպես իրականացնել։ Մի փոքր պիտի հետաքրքրվենք, դաշտում ովքեր կան եւ այլն։ Արդիական է, հետեւողական ենք կոնկրետ այս հարցի, որովհետեւ միակ հարցն է, որ անձին հնարավորություն կտա սկսած բնականից դուրս գալ։ Երբեմն խոսում ենք, չէ, հանրային տարածքների մատչելիությունից, բայց այստեղ հարց կա նաև ես իմ շենքից կամ բնականից կամ տնից ոնց սկսեմ։ 4 հարկանի շենքում, 3-րդ հարկում եք բնակվում եւ դա անմատչելի է։ Տիկին Առաքելյան, հասարակական կազմակերպությունը էլ ինչ խնդիրներ է փորձում լուծել, բացի մատնանշածը ձեր գործընկերոջ կողմից։ Կազմակերպությունը փորձում է լուծել իրավունքների հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված շահերի պաշտպանություններ իրականացնում, օրինակ անհատական, եթե բախվել են իրավունքների խախտման հաշմանդամության տեսակետից, կարող են դիմել մեր շահերի պաշտպանության համակարգողին եւ այդպիսով աջակցություն ենք տրամադրում, նաեւ իհարկե կարողությունների զարգացում ենք իրականացնում երիտասարդների շրջանում հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց այստեղ միքսում ենք մենք եւ հաշմանդամություն ունեցող անձանց եւ չունեցող, որպեսզի ներառում ընթանալ եւ դա շատ հետաքրքիր է շփումը պատկերացրեք առաջին օրերին այսպես վախվխորած հաշմանդամություն ունեցող անձինք ինչպես շփվեն հաշմանդամություն ունեցող անձանց հետ եւ այլն արդեն հետզհետե շփում
շաբաթների ընթացքում տեսնում ես, որ հումորներ են անում միմյանց հետ, շատ ջերմ միջավայր է ստեղծվում եւ այն հաշմանդամություն չունեցող անձինք, ովքեր մեզ մոտ դասընթացներ են անցնում, դառնում են մեր կամավորները, ինչը եւս ողջունելի քայլ է։ Այդպես նաև ակտիվ ենք զբաղվածության ոլորտում, օրինակ մեզ կարող են դիմել ընկերություններ, որպես միջնորդ մենք, եւ մենք մեր միջոցով օրինակ 3 հոգի աշխատանքի են անցել զբաղվածության այսպես որպես միջնորդ, միջնորդ ենք հանդիսանում։ Գիտեք, Երևանում մի քիչ ավելի հեշտ է այդ հարցը լուծել, բայց մարզերում զբաղվածության հարցը բավականին բարդ է։ Փաստորեն ձեզ հաջողվել է 3 հոգու տեղավորել աշխատանքի։ Մենք հույս ունենանք, որ կշատանա թիվը։ Հետաքրքիր մի բան ասացիք, հետաքրքիր փորձառություն եք մտածել, հաշմանդամություն ունեցող անձինք եւ չունեցող անձինք միասին փորձում են առօրյա կիսել, ստացվում է այդպես։ Այս բարակայում մենք ես հաճախ եթերներից խոսում եմ նրա մասին, որ գուցե մարդը տեսնում է հաշմանդամություն ունեցող անձի, ցանկանում է օգնել իրապես բարի նպատակներով, բայց գերխնամքը բերում է մեկ այլ խնդրի։ Արդյոք կարող ենք ասել, որ այս առօրյա կիսելով նաև նրանք կարողանում են գրագետ մոտենալ հարցին եւ դիտարկել դիմացինին հավասար հնարավորությունների պահով։ Այստեղ ես խոսում եմ զուտ ֆիզիկականի մասով, այսինքն լիարժեք նորմալ, եթե հաշմանդամություն ունեցող անձը մի բան չի կարող անել, չի նշանակում, որ հաշմանդամություն չունեցող անձը ամեն ինչ կարող է անել։ Յուրաքանչյուր մարդ ունի սահմանափակում։ Շատ հետաքրքիր հարցեր։ Մտովի մոտավորապես 10 տարի առաջ տեղափոխվեցի, երբ կազմակերպությամբ այսպես որոշել ենք հարցում իրականացնենք փողոցում անցորդների, բարձելու հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված իրանց վերաբերմունքը ու հավատացեք, որ խղճահարության տոկոսը բավականին շատ էր։ Այո։ Հետո այդ նույնը հետաքրքիր էր 4 տարի հետո նույն հարցաշարով փորձեցինք, բայց արդեն on-line հարթակում, ոչ թե offline, եւ խղճահարության մակարդակը նվազել էր։ Դա շատ լավ է, որովհետեւ ինչով է նվազում, երբ որ արդեն կրթում ես, շփում ես ունենում, հանդիպումներ ես կազմակերպում, որովհետեւ դուք էլ, եթե չունեք հաշմանդամություն, դուք պարտավոր չեք իմանալ ամբողջը։ Դուք կսովորեք, մենք ավելի ներողամիտ ենք։ Օրինակ հաշմանդամություն չունեցողների նկատմամբ, քան հաշմանդամություն ունեցող, որովհետև իրենք պիտի սովորեցնեն, ոչ թե ջղայնանան, որ ինչու երեխան մատով ցույց տվեց, ինչու հասարակության X անդամը ժպտաց, հարցեր տվեց։ Մենք պիտի, մեզնից պիտի սկսենք, հա, մի հատ բացատրենք, կան այսինչ տեսակներ եւ այլն, ու սա շատ կարեւոր է։ Օրինակ մենք շատ հանդիպումներ ենք ունենում հենց գրասենյակում դպրոցական խմբերի հետ։ Ամենաճիշտ թիրախն է կրվել։ Գալիս են երեխաները, ու որպեսզի հետաքրքիր անցնի, այնտեղ նաեւ ունենք բացի հաշմանդամության այբուբեն ենք մենք անվանում այն տերմինոլոգիան, հա, որ ինչ օգտագործել եւ ինչու սա ասել, ինչու չէ, ու փաստերով ապացուցում ենք ինչու, որովհետեւ եթե մենք ասում ենք բերեք սահմանափակ չասենք, պիտի բացատրես երեխային ու բոլորին ինչ որ սահմանափակ չէ, դրա հետ կապված հումորային մի պատմություն կա, շատ կարճ ես կպատմեմ, նաեւ աջակցող միջոցներ, տեխնոլոգիաները գնալով զարգանում են, ինչը թույլ է տալիս հենց հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը ավելի լավ դարձնել։ Սկսած AI գործիքներից, հիմա շատ արտիական է։ Ունենք շատ հաշմանդամություն ունեցող անձիկ, այդ թվում այն մարդիկ, ովքեր որ դպրոցը չեն հաճախել, ունեն գրելու խնդիր։ Հիմա կարողանում են հաղորդակցվել AI գործիքների օգնությամբ կամ տեսողության խնդիր ունեցող անձիկ, ովքեր, այո, էկրան ընթերցիչ, չգիտեմ, տարբեր, որ հիմա կարողանում են նույնիսկ իրենց խոսքով տեքստ մշակել ու մեր նամակագրությանը պատասխանել տեքստով ու մեծ հպարտությամբ, այսպես դուրները գալիս, որը կարող են միջոց հաղորդագրություն։ Դա հերթական հաղթանակն է։ Շատ ուրախ եմ, ու դա մարդուց էլ է գալիս, հա, որ անպայման դու օգտվի։ Տերմինների հետ կապված մի խնդիր կնշենք, շատ նուրբ ենք մոտենում այս տեսանկյունից, ինչու։ Երբ գնում ես որևէ X կառույց, կլինի պետական թե մասնավոր, ու ասում ես անվճար, մենք ձեզ ուզում ենք ներկայացնենք հաշմանդամություն ցողանցած հետ շփման էթիկան, մարդիկ մի փոքր էսպես մտածում են, որ մենք ամեն ինչ գիտենք։ Մի քիչ չգիտես ոնց մոտենաս, որ ես հավատում եմ, որ դուք ամեն ինչ գիտեք, բայց հանդիպումներում այնքան դաժան տերմինոլոգիա են օգտագործում, որ ստիպված ես, բայց հիմա դա մեզ համար նաև առաջնային ուղղություններից մեկն է, պետական օղակները, ովքեր որ տարբեր առիթներով, նույնիսկ, չգիտեմ,
չմտածենք հաշմանդամությունից ողանց միայն հիվանդանոց կամ Չէ, դե միանշանակ չգիտեմ, սոցիալի օգնության եւ այլն, չէ, հարկային տեսչություն, դատարան, ոստիկանություն, լավ տեղեր, որ այդտեղ եւս պիտի մաչելություն ու իմանան ոնց շփվել։ Ու ես հիշում եմ մեր հանդիպումներից մեկի ժամանակ երեխաները ամենամաքուր տարիքի, չգիտեմ, հրաշքներն են, անկեղծ են, եւ մարդկանց սովորեցնում ենք, որ ինչու չասել սահմանափակ, ու երեխային ասում եմ, պատկերացրու դու առանց գործիքի։ Հիմա ես քեզ ասում եմ, առաստաղ բարձացի, դիպչիր առաստաղին, առանց որևէ ինքնաթիռ, բան, օթապարուկ էական չի։ Ասում եմ, չեմ կարող։ Ասում եմ, ահա, նշանակում է, որ դու բոլորս ինչ ենք, վեկի ասում եմ, մենք բոլորս թրջուն չենք։ Լրի զրոյանում սահմանափակ պա, կյանքում ես դες պատասխան չի ստացել, բայց իհարկե հետո արդեն բացատրեցի սա։ Այստեղ մտածողության եւ ընկալումների փոփոխություն է անհրաժեշտ կարծում եմ, որովհետեւ նույն իրավիճակը կարող ենք տարբեր մեկնաբանությամբ ասել եւ այստեղ ամբողջությամբ փոխվում է։ Օրինակ, դու չես կարող բարձրանալ այս աստիճանները կամ ասում ես այս աստիճանները հարմարեցված չեն բարձրանալու համար։ Այստեղ մտքային ամբողջությամբ փոխվում է։ Այո։ Այս ոնց է սիրերին ու շրջապատիտ ու մարդկանց։ Այսինքն երբ մենք մտածենք ոչ թե չի կարող, այլ հարմարեցված չի, այստեղ ամբողջությամբ փոխվում է։ Հաճախ են զարմացնում, թե հաշմանդամություն ունեցող անձինք ձեզ մոտ եկող, թե հակառակը հաշմանդամություն չունեցող անձինք իրենց վարքագծային փոփոխություններով, այստեղ խոսում եմ փոփոխությունների մասին, որովհետև կարելի ասել, որ հիմքը դա է եւ նպատակներից մեկը։ Ես ուզում եմ մտաբերել մի այդպիսի ինչ-որ դեպք փոփոխությունների հետ կապված։ Ես հիշեցի, մենք ունենք մի լավ ընկեր, ով որ գյուղում է ապրում, Լոռու մարզի, եւ ինքը չի կարողանում ձեռքերը ոտքերը շարժել եւ համակարգչից օգտվում է կզակի, չէ, հայացքով եկա, իրեն էլ ենք աչքի AI համակարգով, այսպես կզակի հատվածով, ու այն որ ասում է ինձնից էլ ավելի գրագետ է շփվում, ավելի լավ եւ իր օրինակը շատերին փոխել է։ Գիտեք ումա փոխել, ովքեր ասում են ես չեմ կարող։ Ես դրանից նռվայնանում եմ։ Չեմ կարող, չկա, բավականաչափ չեմ ուզում։ Իհարկե, բավական լավն է։ Իր օրինակը մենք պահում ենք նաեւ մյուսներին փոփոխության, նաեւ այսպիսի բան կա, որ հաշմանդամությունից ողանցիկ, հատկապես աղջիկները, խուսափում են աջակցող միջոցներից, մասնավորապես ձեռնափայտ, սայլակ, քայլակ։ Այստեղ բարդույթների հետ եք բախվում։ Այո, որովհետև գիտեք ինչ, ինձ համար ես հիմա ձեռնափայտ օգտագործում եմ։ Ինձ համար անկախությունը ավելի գեղեցիկ է, քան իմ արտաքին տեսքը։ Ես նախընտրում եմ ինքնուրույն լինել։ Դուք շատ գեղեցիկ եք գիտեմ։ Դե եթե այդ ձեռնափայտը պիտի գցի իմ տեսքը, թող գցի իմ, հեշ պետքը չի։ Ու ես ուրախ եմ, որ կազմակերպություն եկողները փոխում են իրենց միտքը։ Մեկը խուսափում էր սկսել արդեն ձեռնափայտ օգտագործել ու այլևս չի զանգարում տուն գնալուց մամ կամ այլ ընտանիքի անդամին ինձ կդիմավորեք նույնը գալով գրասենյակ։ Ես տաքսով գալիս եմ կամ մարդ որ ինձ դիմավորի, չէ, հիմա ինքը ինքնուրույն է։ Մյուսը քայլակից է հրաժարվում։ Հետո մի դեպք եղավ գրասենյակում, չգիտեմ, ոտքներ դիպչել սեղանին ընկել էր։ Ես պայման դրեցի, ասեցի ներողություն եմ խնդրում, բայց եթե չես վերցնելու ինքնուրույն լինես, քո իսկ ապահովության համար ցավում եմ, բայց գրասենյակ այլևս ցավոք չեք կարող։ Այո, դաժան էի, բայց այդ դաժանությունը երբեմն իրանց սթափեցնում է։ Մեկ է տեսնեմ մի շաբաթ հետո տեսանյութավարկում ոնց է ինքը քայլակով օգտագործում։ Հիմա ոչ մի հանդիպում չկա, որ ինքը ասի, չէ, չեմ գալիս։ Ինքը ամեն տեղ գնում։ Բարդություններից քանի որ խոսեցինք, կուզեի անդրադառնայինք, այստեղ բարդությունավորվում են ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձինք, այլև նրանց հարազատներն ու ծնողները, եւ եթե տարիներ առաջ ենք գնում, հետ ենք գնում, ապա մենք նկատում ենք, որ այն ժամանակ այդ մարդկանց նույնիսկ խուսափում էին դուրս հանել, պահում էին 4 պատի մեջ, ամաչում էին, որպեսզի հանկարծ մարդիկ չտեսնեն։ Կարող ենք չի ասել, որ արդեն այդ կարծրատիպերը գոնե մեծամասամբ փոխվել են նաև մարզերում։ Այո, կարող ենք ասել։ Շատ ակտիվ են, մեզ մոտ բավականին ակտիվ են հաշմանդամություն ունեցող անձինք, նույնիսկ իրանք են նախաձեռնություններ, իրականացնում, որ այսօր գնում ենք այստեղ, ամենտեղ կտեսնեք հաշմանդամություն ունեցող անձինք, այդ բարդույթը այլևս չկա, հատկապես Լոռու մարզում եւ Վանաձոր քաղաքում կարող ենք ասել, որ ակտիվությունը շատ մեծ է նրանց կողմից։
Նույնիսկ իրենք կարող են իրենց նախաձեռնությամբ տարբեր միջոցառումներ, նույնիսկ մեր կազմակերպության տարեդարձները, հա, որ իրենք ուզում են անպայման հանրային միջավայրում լինի ու հանրային միջավայրներում օրինակ ռեստորաններում եւ այլն տեսնելով հաշմանդամություն ունեցող անձանց արդեն իրենք են մատչելիություն ապահովում ֆիզիկական մատչելիություն սկսում են մտածել այդ ուղղությամբ Դուք այսքան սովորեցնում եք ձեր ներկայությամբ։ Այո, նույնիսկ գեղեցկության սրահներ եւ այլն կապ չունի, ասում եմ ստիպելով ձեզ էլ գնացեք հատուկ այդ տեղերը։ Որ մարդիկ մտածեն իրենց բիզնեսի համար։ Փաստորեն նաև այսպիսի մի միտք էր միշտ ինձ մոտ պտտում, որ շատ կարևոր է հասարակության ընկալումը, բայց դա մեծապես կախված է նաև հաշմանդամություն ունեցող անձից, թե ինքը ինչպես իրեն կներկայացնի։ Իհարկե սրա համար պետք է հաղթահարել խնդիրը, հաղթահարել սեփական բարդույթները, հուզական պահը, բայց երբ աթիկունքը տամուր է կան ճիշտ մարդիկ կողքիդ եւ դու դա հաղթահարում ես, դու կարողանում ես հայտնվել մեկ այլ հարթությունում եւ նույնիսկ քեզ հետ հաշվի են նստում, այստեղ պետք է նաև դու ինքդ ցույց տաս, որ դու հավասարին ես, բայց դրա համար հասնելու փուլ կա մի մեծ։ Արդյոք ձեզ մոտ նաև փորձում եք այդ փուլերը հաղթահարել։ Միգուցե դու պատասխանես հետո ես։ Անպայման փորձում ենք, իդեպ ասեմ, որ մենք ունենք անկախ կյանքի ռեսուրս կենտրոն ու այդ ռեսուրս կենտրոնի շրջանակներում ունենք հենց փոխօգնության ծառայություն, այսինքն հաշմանդամություն ունեցող անձինք իրենց օրինակով ցույց են տալիս, թե ինչպես կենցաղավարել, ինչպես տարբեր գործողություններ իրականացնել ու նաև այդ կարող ենք ասել նաև փոխօգնության օրինակի շնորհիվ իհարկե ակտիվանում են մեր շահառուները օրինակ մենք տարբեր պատմություններ կարող ենք տեսնել մինչև մեզ մոտ գալը, մեզ մոտ այցելելը ինչ պարփակված են եղել, տանից դուրս չեն եկել եւ շփում մեզ հետ եւ մեր դասընթացներին, մեր ծրագրերին մասնակցելով հաշմանդամություն ունեցող անձինք ակտիվանում են, ավելի մեծ բարձունքների են ուզում հասնել, տարբեր տեսակի մրցույթների են մասնակցում, շատ ոգևորիչ է։ Խնդրեմ։ Ես իմ անձը ասեմ, անցել եմ այդ ճանապարհը։ Ես էլ ունեցել եմ ու չեմ ամաչում։ Ես նկատել եմ, որ դուք վաղուց անցել եք այդ ճանապարհը։ Անցել եմ, ես ուրախ եմ ու այդ ճանապարհով կիսվում եմ։ Ամենասկզբից ես չեմ, հետո եմ բայց խոստովանել։ Սկզբից գիտեք ինչ process-ա գնա, որ քեզ չես ընդունում ու չես հարգում, սիրում քո հաշմանդամությունը, մտածում ես բուժվելու մասին։ Առաջի քայլը լինում է, որ դու սկսում ես խուսափես հաշմանդամություն ցող անձացից։ Կա տենց մի բան, որ չէ, ես իրանցից չեմ, ես ուրիշ եմ եւ այլն։ Ինքնապաշտպանական ռեակցիա։ Այո, ինքնամերժման, հա։ Այնուհետև սկսում ես քո հետ աշխատել, որովհետև եթե դու հատկապես ես ոլորտում ես, դու քեզ ես խափում ու հասարակությանը։ Այսինքն ես եկել եմ դրոշակով պայքարում եմ հաշմանդամություն ցողանձանց հետ ու ես հենց այս բառով եմ ասում, օքեյ չեմ ինձ հետ։ Դա անմիջապես դուք կհասկանաք ինձնից։ Մի օր խափեցի ձեզ, երկու օր խափեցի, իսկ դա հաղթարելը հեշտ չի, տարիներ ապահանջում։ Ես անցել եմ դեռև ամեն ինչը, հիմա սենց մի փիլիսոփայական նախադասություն կա, ասում է, քեզ ներկայացնենք որպես հաշմանդամություն ունեցող նկարիչ, թե նկարիչ, ով որ ունի հաշմանդամություն։ Առաջ ինձ համար կարևոր էր, ոնց են ներկայացնում, ասում եմ, չէ, սկզբից նշեք նկարիչը, ինձ համար ինչի եք միանգամից հաշմանդամությունը նշում եւ հիմա մեկ է։ Ոնց ուզում եք ինձ ասեք, ես երկուսից չեմ վախենում։ Ու այդ փորձն եմ ես կիսվում, որովհետև շատ հաշմանդամություն ցողանցիկ շատ դժվար են անցնում։ Հասարակությունն էլ օգնում, բայց ես հասարակությանն էլ եմ հասկանում, որ չգիտի ոնց օգնի, այլ գերխնամքը երբեմն մեզ այնքան հակառակ ազդում։ Յարդայնացնում է հաճախ։ Դա չի օգնում անձին գոյապայքարի մեջ կարողանալ գոյատևել, որովհետև վաղը չեմ ես օրը Աստված մեծ կյանք տա քո հարազատներին, քո ուղեկցողներին, քո ընկերներին, բայց վերջում դու ես մնալու ու դու փոքրուց պիտի որոշես, որ ինքնուրույն ապրելը որն է, սովորես։ Այդ գերխնամքը խանգարում է, քեզ թուլացնում է, քեզ հանգստացնում է, ասում ես, հա, կոմֆորտ զոնա, սա օքեյ է, գերխնամքը շատ լավ բան է, բայց հետո մի անգամից որ միայնակ ես մնում արդեն։ Այս ձեր մտքերը ինձ տարան մեկ այլ խնդրի առաջ կանգնեցրեցին, որովհետև մենք գիտենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաների համար բազմաթիվ առողջարարական տարբեր տեսակի ընկերություններ կան, որտեղ փորձում են, որովհետև հաշվի են առնում կախված խնդրից իհարկե, բայց կարծում են, որ ամենաարդյունավետ շրջանը այդ զարգացման փուլն է, որպեսզի օրինակ, եթե ֆիզիկական է, մկանային հարցեր են, փորձում են համապարփակ օգնությամբ ինչքան հնարավոր է հասնել մաքսիմալ արդյունքի, բայց
Մեկ էլ գալիս է մի շրջան, օրինակ 18-ից հետո, ու այդ ծրագրերը ավարտվում են։ Ու այստեղ մարդը գնում էր ու մեկ է հասկանում է բան չկա։ Այդ նույն ձեր մենակ մնալու ինչ որ տարբերակել սա է։ Արդյոք կարող ենք ասել, որ ձեր հասարակական կազմակերպությունը այդ տեսանկյունից փրկություն է։ Ես կասեի հենց այդ փուլի փրկություն է, որովհետև մենք աշխատում ենք այսպես պատանիներից գնում այն, որ սիրահարվածության շրջանը եւ այստեղ կա հաշմանդամություն։ Իդեպ սիրահարվածության դեպքեր եղել է։ Շատ են եղել։ Մենք միշտ ասում ենք մեր ծախախերով, որ գալիս է մեզ Գալիս մոտ։ են ամուսնանում գնում Մի են։ անգամից Ինչ լավ է։ զույգ են գտնում։ գալ մեզ մոտ։ Մենակ լավն է։ Բայց ղեկավար կազմը չի ամուսնանում։ Վայ։ Չի ազդում դե։ Հրաժարվեք ձեր պաշտոններից։ Աշկի միակ տարբերակ է։ Այո։ Հիմա տեսեք, այդ process-ը շատ կարևոր է եւ հա որ սիրուց է խոսեցինք մենք մի ամսագիր էինք մշակել եւ տպագրել եւ բոլոր շահառներին տրամադրել ենք որ ասել ենք ինչի մասին ուզում եք գրեք ոչ մի ուղղվածություն չկա այդ ամսագիրը Բոլորը սիրո մասին է։ Սիրո 90%-ը սիրո մասին այնքան է ուրախացել մենք թիմով ամբողջ որ այ տեսեք ապրեք շատ Այստեղ խոսում ենք, երբ արդեն հասունանում են, Հա, արդեն հա, հասուն հա, տարիքում հասուն։ զբաղվածությունները կարծես կորում են։ Մենք երկու ուղղություն տարբերակ ենք, մեկը անկախ կյանքի գաղափարախոսությունն է, մեկը վերականգնողական փուլ, բայց ֆիզիկական վերականգնողական փուլ։ Եկեք այդ տարբերենք։ Մենք ոչ մեկին դեմ չենք, իդեպ մենք ունենք անկախ կյանքի ռեսուրս կենտրոն, որտեղ որ մենք հեռու ենք բժշկական մոդելից, այսինքն բուժելուց, վերականգնելուց, մենք ավելի շատ գնում ենք անձի հմտությունները, կարողությունները, ընդունակությունները զարգացնելը։ Եվ կայունությունը։ Հիմա դա անկախ կյանքի գաղափարախոսությունն է, որ դու ես քո կյանքի տերը ու որոշում կայացնողը։ Վերականգնողական փուլը շատ կարևոր է, բայց ասեմ ձեզ, որ մարզերում շատ թույլ է։ Ես ինքս Անուշն էլ, հա, այցելել ենք վերականգնողական մեր փոքր ժամանակ եւ 18 էլ նույնիսկ ես օրինակ չեմ հասել 16-ից հետո թողել եմ։ Ինքը շատ կարևոր է։ Դրանից հետո իրոք անձին օգնություն է պետք։ Մեր կազմակերպությունը այդ տեսանկյունից ավելի հոգեբանորեն է աշխատում, ավելի շատ որ սկսես դու քեզ սիրել, հետո քեզ ընդունել, հարգել քո հաշմանդամությունը, քո հետ միասին, նոր հետո արդեն արի միասին համախմբենք հասարակության հետ աշխատենք։ Այդ սկզբունքով ենք։ Այստեղ հիմնական բանը փաստորեն համախմբվածությունն է։ Այո, ու անկեղծությունը, հա, որ մինչև մենք մեզ հետ հարցերը չլուծենք, մենք հասարակությանը չենք կարող ասել հարգեք մեզ։ Այստեղ հույսները դնում եք ինքներդ։ Այդտեղ չկա, ու վրա դնենք ասենք, դնենք, ավելի հեշտ կապրենք ասենք։ Լավ, անձի զարգացումը, շատ լավ բաներ եք ասում այդ ամեն ինչները, հմտություններ, բայց շատ լավ է, որ 3 անց ձեռք է բերել աշխատանք, բայց կարծում եմ 3-ը քիչ է։ Շատ քիչ։ Շատ քիչ է, դա օրինակներից մեկն է, ինչպես նաև մենք աշխատանք ենք տանում, հա, անընդհատ շուրջօրյա շահերի պաշտպանություն ենք իրականացնում։ Օրինակ հաշմանդամություն ունեցող անձանց մեր շահառուների ձայնը բարձրացնում ենք որոշումներ ընդունողների մոտ, այսպես ասած, հավաքագրում ենք։ Լսելի է ձեր ձայնը։ Անշուշտ լսելի է։ Այդ ուղղությամբ աշխատանք Դուք էլ դե այն օրինակները որ մենք արդեն ընդգրկված ենք շատ հանձնաժողովի շատ տեղերում հանձնաժողովներում իսկ գործող խորհուրդներում արդեն ցույց է տալիս որ մեր օրինակը մեզ լսում են մեր ձայնը բացասում ենք եւ լսելի է այն որ այսօր նաեւ մեր քաղաքն է մատչելի դառել ֆիզիկական մատչելիությունը ու նաեւ ասեմ որ մենք միշտ մշտադիտարկում մոնիթորինգ ենք անում հենց հաշմանդամություն ունեցող անձանց խմբով Եթե փողոցները ասենք վերանորոգել են մատչելիություն թե քարտակներ կա հենց մենք ենք գնում ստուգում եւ ասում որ օրինակ այստեղ կարելի է այսպես Միշտ չի որ ճիշտ հաշվարկներով են այդ թեքահարթակները պատրաստում մենք դա գիտենք Չեն գալի հարցնեն այն նախնական փուլում իրան գիտեն դե բոլորը գիտեն ամեն ինչ գիտեն Երբ որ գալիս է սկզբում ես, չէ, հայտնաբերում, ասում են դեռ կիսատ է։ Երբ որ հետո ես գալիս, ասում են արդեն ուշա կառուցել ենք։ Այդ մեկ-մեկ այդ երկխոսությունը շատ դժվար է տեղի ունենում։
որ չեն ներառում, չեն ներգրավում, այս պահը կարևոր է։ Բայց այստեղ ստացվում է իրենք գործ են անում, բայց դուք չեք կարողանում ամբողջությամբ օգտվել։ Արդյունավետության գործակիցը կիսվում է։ Հատկապես մենք մի քիչ ավելի երևի ես ծանր եմ տանում, երբ որ դա հատկապես պետական միջոցներով է, ձեր հարկերով, մեր հարկերով, հետեւաբար որ ծախսնարվում է, հետո շտկել ավելի թանկաճույք է։ Եթե այսօր հնարավորություն ունենայիք առաջարկել 3 առաջնահերթ քայլ, որոնք էականորեն կբարելավեն հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը Հայաստանում, որոնք կլինեին այդ 3 քայլը։ 3 քայլից մեկը կլինի դա շատ մեծ քայլեր են։ Ես հասկանում եմ կարող է շատ իրատեսական չլինի։ Տեսեք, անձի ընդհանրապես ինքնահաստատման, ինքնուրույնության ու ֆինանսական կայունության գործում ու բոլոր անկախ հաշմանդամություն։ Դա դուք ինքներդ նշեցիք, որ դրա համար առանձնակի գումարներ պետք չեն, ցանկությունը ամենամեծն է, պետք եւ գործակցություն։ Դե օրինակ տեսեք, բերեք վերցնենք զբաղվածության ոլորտը, հա։ Դե դա եմ ասում, երկխոսություն բիզնես աշխարհի ներկայացուցիչների հետ։ Մենք մեր կազմակերպությունը ինչքան հիշում եմ, երբ որ պետական ծրագրեր են անում ու մենք առաջարկություն, միշտ ես ասում եմ, այդ սեղանի շուրջ պիտի լինի երակում։ Պետություն հաշմանդամությունից ողանք գործատում։ Միշտ ինչ ծրագիր լինում է մի օղակը պակաս է լինում։ Մեկը ներկա չի լինում։ Արդյունքում ունենում ենք այնպիսի ծրագրեր, որոնք ձեռ չեն տալիս հաշմանդամությունից ողանցիկ, չեն դիմում։ Հաջորդ անգամ փոխում են, ձեռ չտալիս գործատուներին փոխում են։ Հիմա նույնիսկ հիմա այս պահին կա մշակված եւ կառավարության կողմից ընդունված հաշմանդամությունից ողանցանց եւ 63+ տարիքի զբաղվածության պետական ծրագիր, որը կգործի 2027 թվականի հունվարից։ Տեսնենք ինչ կլինի եկամտահարկի վերադարձի հետ կապված ծրագիրը, հա, որ 1-ից 3 ամիս եթե գործատուն վերցնում է հաշմանդամությունից ողանցին աշխատանքի, եկամտահարկի հետադարձ բայց ոչ առավելագույնը 25000 դրամ է, հետո 4-5-6 ամիսները եթե լինեն, առավելագույնը 50000 պլյուս մնում այն 25-ն էլ ավելանում են 1-ից 3։ Տեսնենք ինչ կլինի, բայց ես շատ կցանկանայի կոնկրետ այդ ծրագրի շրջանակներում մի հատ գործատուներին լսենք։ Իրանք ինչ են մտածում։ Մենք էլ ունենք արտադրություն։ Հիմա կազմակերպության կից ունենք հուշանվերների արտադրություն։ Ինչով է դա տարբերվում, որ դու որպես գործատու ես, աշխատակիցների հաշմանդամությունից ողանցիկ են։ Մի հատ հասկանում ես, հա, խնդիրները կան թե չէ։ Պարզվում է, որ նույնն է ինչ որ չունեցողների հետ։ Այսինքն անկախ հաշմանդամությունից։ Երկրորդը, որ որակը ցույց է տալիս, որ կա կարծրատիպ, եթե հաշմանդամությունից ողանցիկ են անում, որ ինչ որ մի բան լավ չեն պատրաստում կամ ծառայությունը կարող է թերի լինի եւ այլն։ Սա հիմա ցույց ենք տալիս, որ տեսեք, եկեք, մենք գովազդ չենք անում, որ այս համոզվեք եւ այլն։ Օրինակ ենք ծառայել, որովհետեւ շատ գիտենք ինչքան է աշխատանքը մարդուն փոխում։ Իհարկե։ Ինչքան է փոխում կրթությունն էլ։ Տեսեք, ես աշխատանք նշեցի, բայց ոչ պակաս երևի գալիս է մի քայլ առաջ ավելի կարևոր այդ կրթությունն է։ Կրթությունը, որը մեծ մասը, եթե կյանքում այդ մի օղակը բացես թողնում, կլինի մանկապարտեզ, նախադպրոցական կրթարան, կլինի դպրոց, կլինի բուհ, մեկը բացակայես, դու արդեն աշխատանքի համար այն իդեալական բանը չես տեխնացուն, հա, այսինքն դաշտը մրցակցային է։ Դուք լավ նշեցիք, որ մարզերում աշխատանքի խնդիրը շատ է։ Դե հա, ընդհանրապես է աշխատանքի խնդիրը։ Բոլորի համար, էլ չեմ ասում, այնտեղ լրիվ մրցակցություն է, ով որ այդ հմտությունները ունի, շատերը նույնիսկ հայերեն չեն կարողանում գրել, ինչի մասին խոսենք, ասենք օտար լեզուներ, որ հիմա պահանջված է, կամ որ համեմատում եմ, չէ՞, մեզ մոտ այնքան շատ տաղանդավոր մարդիկ կան, երկողներ, արտասանողներ, ասմունքով։ Ոյ, էական չի, ինչ, այս վերջերս ընտրական իրավունքի հետ կապված հանդիպում մեծ միջոցառում, ինքը ընտրություններն են, չէ՞, ընտրական, բայց մշակութային կյանքը դնում ենք այդ միջոցառումին, որ մարդիկ կան երգեն, սիրում են, տաղանդեն, բայց չունեն իրացնելու, իրենց արտահայտվելու վայր, քիչ այդ հնարավորությունը։ Դե մշակութային կյանքը այդքան էլ ակտիվ չի մարզերում եւ հաստատի դուք փորձում եք նաեւ ակտիվացնել։ Այո, որովհետեւ հիանալ տաղանդներ, նույնիսկ ասում եմ մի պրոդյուսեր գտնենք, անկեղծ որ լսեք, մենք առիթ լինենք կարող է երգչախումբ, ինչ որ բաներ ստեղծել։ Ժամանակին անդամ եղել է, բայց ամեն ինչը ֆինանսի հետ է կապված։ Ես մտածում եմ այս հիմիկվա այս YouTube-յան ալինքները օգտագործելով, եթե մի այսպես պրոդյուսեր լիներ, մի քիչ իրենց հայտնիություն ձեռք բերեն, գտնում եք ձեր միջից մարդ, որը հմտություններ ունի եւ կարողանում է սոցիալական հարթակներում ակտիվություն ապահովել եւ ես վստահ եմ, որ դուք կհաջողեք։ Դուք այնքան բարդ բաներ եք հաջողել, այնքան կարծրատիպեր եք կոտրել ու կարողացել եք ձեր համառությամբ, այո, ես կնշեմ համառություն բառը այստեղ, համառությամբ շատ-շատերի կյանքը դարձնել ավելի գունավոր եւ ավելի իմաստալից։
հաճախ մարդը երբ տանն է մենակ է ինքն իր հետ է, ինքը իմաստը կորցնում է։ Այստեղ շատ կարևոր է երազելու ցանկությունը, նպատակներ ունենալու Ականջի չափերը նպատակներ կարևոր բան էլ ասացիք՝ սիրել, ամուսնանալ, ընտանիք ստեղծել, այո։ Շնորհակալություն եմ հայտնում գեղեցիկ զրույցի համար։ Մենք այսօր խոսում էինք բավականին բարդ խնդիրների մասին, բայց ժպիտով, հումորով, շատ թեթև էինք խոսում, որովհետև դուք նշեցիք, որ դուք անցել եք արդեն այդ բարդույթները եւ դա հստակ երևում էր։ Հուսանք, որ դուք կկարողանաք ձեր այս լավատեսությամբ եւ այս անցած ուղով կիսվեք նաեւ մյուսների հետ եւ օգնել նրանց, որպեսզի նրանք էլ կարողանան վայելել կյանքը։ Ի վերջո կյանքը մեկ անգամ է տրված։ Իհարկե։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ հարգելի ռադիոլսողներ, իմ զրուցակիցներն էին հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Ասլանյանն ու նույն հասարակական կազմակերպության համահիմնադիր ծրագրերի բաժնի պատասխանատու Անուշ Առաքելյանը։ Հիշեք, որ որևէ մեկս անսահմանափակ հնարավորություններ չունենք։ Մեկի մոտ մի բանն է լավ ստացվում, մյուսի մոտ մյուսը։ Եվ ի վերջո հաճախ հաշմանդամություն ունեցող անձը կարող է հազարապատիկ տաղանդավոր լինել մեզնից յուրաքանչյուրից։ Շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար։ Ես Լուսինե Մուրադյանն եմ եւ հրաժեշտ եմ տալիս ձեզ։ Քո ձայնը